99, սա ոչ միայն Օսմանյան Թուրքիայի ոճրագործության տարիքն է, այլև այդ մասին պատմող նոր գրքի վերնագիրը։ Պանֆոտո գործակալության ավելի քան 2 տարի է հավաքած արխիվը, լուսանկարներն ու հոդվածները, քիչ լուսաբանված փաստերը մատչելի ներկայացնում են հայոց ցեղասպանության մասին այն նվազագույն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է նախ ներքին լսարանին։ Մենք ունենք երկու պարով, մենք ունենք ժպիտներով Եղեռնի հուշահամալիր գնացող երիտասարդության մի ստվար զանգված, որոնց համար ապրիլի 24-ը զուտ արարողակարգային եւ արդեն գրեթե իմաստազուրկ մի արարողություն է։ Մինչև մենք այդ ամեն ինչը չիմանանք, անիմաստ կլինի այդ ամեն ինչը մենք տարածենք։ Մենք պետք է ուժեղել ենք այդ ինֆորմացիայով։ Որպեսզի այսօրվա հայերը, ովքեր որ զուտ գիտեն ցեղասպանության մասին որպես առանձին sense իրանց անցյալից եկող փաստեր, իմանան թե ինչ հակափաստարկներ գոյություն ունեն ցեղասպանության թեմայով ինչպես արձագանքել այդ թուրքական այսօրվա հակափաստարկներից, որտեղ սորական հայտ է որ Թուրքիան անում ամեն ինչ, որպեսզի ժխտի, որպեսզի հերքի պատմությունը, իրենց պատմությունը ու պատմությունը, որի հետևանքները մենք մինչև այսօր կրում ենք։ Մեծ սլայդերով 128 էջանոց գրքի 1/3 մասն է։ Նյութերը ոչ միայն 15 թվականի դեպքերի, այլև դրանից հետո եղած արձագանքների, ականատեսների վկայությունների ու դրանց վերաբերող թեմաների մասին է։ Դասագրքային ոճից դուրս պարզ լեզվով ու լուսանկարներով առանձին ինֆոգրաֆիկայով ներկայացված է Նեմեսիս օպերացիան։ Գրքի էլեկտրոնային տարբերակը կլինի նաև կայքում, որը Յուքոմ ընկերության նախաձեռնությամբ յուրահատուկ ակցիայի միջոցով կպատմի 15 թվականի մասին։ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ստեղծված կայքի դրոշմանշանը յուրաքանչյուր հայ կարող է օգտագործել էլեկտրոնային նամակներ ուղարկելիս, դրանք ստացողներին ակամա ուղղորդելով ծանոթանալու մեր պատմության արյունոտ էջին։ Եթե մենք ունենք 11 միլիոն հայ, որ նշում ենք, որ կա աշխարհում բնակվող, եթե ամեն ոք իր նամակում ունենա այս դրոշմակնիկը, կարծում եմ բավականին շատ շուտ, բավականին մեծ զանգված համաշխարհային հանրության կիմանա, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Կայքում 99 գրքի առայժմ միայն հայերեն տարբերակը կլինի, մինչև տարեվերջ կթարգմանվի նաև անգլերեն ու ռուսերեն։ Գրքի տպագիր օրինակը սիմվոլիկ է, չի վաճառվելու, փոխարենը ցանկացած ոք հնարավորություն կունենա այն ազատ ներբեռնել համացանցից։ Ցոլնե Միքայելյան, Սպարտակ Գրիշյան, Գևորգ Մանուկյան, Ժամ լրատվական։